Ձեր կուսակցությունը ուսումնասիրել է օրինակ մասնակիցների եւ տոկոսների հարաբերակցությունը կենտրոնական դրական հանձնաժողովը եւս սխալ է ներկայացրել ըստ այդ հարաբերակցության Փաշինյանական իշխանության ձայները տոկոսով հենց այդքան չեն ավելի նվազեցնում։ Այս պահին իրականում ուսումնասիրությունները կատարվում են, մենք ուսումնասիրում ենք եւ բոլոր հրապարակված տվյալները եւ մեր ձեռքի տակ հայտնվածները, ինչպես նաեւ մեր գործընկերների մոտ գտնվող տվյալները, կարծում եմ արդյունքում մենք ունենանք շատ ավելի լիարժեք պատկեր, քան ներկայացվում է այս պահին։ Պրոցեսի մեջ ենք, այս պահին այն ինչ որ ունենք ձեռքի տակ, դրանք արդեն տրամադրել են։ Բայց այլերում ուսումնասիրությունները իհարկե ընթանում են։ Ես մի օրինակ բարձրաբանել ենք քննարկել հրապարակած հաստատություններում երևում էր այդ անճշտությունը, ինչպես է ստացվում, որ 77 ձայն է գրված թղթի վրա, բայց իրենք մոտ 1 կամ 2 Այսպես ասենք, մենք այս պահին ներկայացրել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ սպասում ենք այդ անճշտությունների ուղղմանը, ինչպես նաեւ պարզաբանմանը, թե ինչպես են տեղի ունեցել այդ անճշտությունները։ Կարծիքով Տիգրան Մկրտչյանն է լավ նկարիչ, թե լավ Այվազովսկի։ Ռեմբրանտը։ Տիկին Վարդանյան եւ Խորհրդանyan հարցնել անկախ նրանից, որ դուք վիճակում եք արդյունքները եւ ասում եք, որ վերահաշվարկի անհրաժեշտություն կա, դուք այնուամենայնիվ ընդունում եք ընտրության արդյունքները հաշվի առնելով ԿՊ-ի ձայները, մյուս երկու կուսակցությունների ձայները։ Ես կարծում եմ մենք առաջիկայում կանդրադառնանք նաև այդ հարցին եւ լրացուցիչ հնարավորություն կունենանք միասին քննարկելու ինչպես արդյունքների վերաբերյալ մեր դիրքորոշումը, այնպես էլ մանդատներ վերցնել չվերցնելու վերաբերյալ մեր դիրքորոշումը, հատկապես որ ես կարծում եմ այստեղ պետք է լինի ընդդիմադիր ուժերի միասնական մոտեցում։ Այս պահին մեր համար գերակա խնդիր է հանդիսանում տեր կանգնել մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի ձայնին։ Տեսեք, սա ինքնանպատակ չէ։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր հազարավոր, 100 հազարավոր հայրենակիցներ գնացել են ընտրությունների, լսելով մեր կոչը, լսելով մեր հորդորը, տեր կանգնել մեր երկրին եւ իրենց ձայնով որոշել երկրի ապագան։ Հետեւաբար այս պարագայում նրանցից յուրաքանչյուրի ձայնը մեզ համար կարեւոր է։ Եվ այս փուլում մենք լուծելու ենք այս խնդիրը։ Հետագայում կանդրադառնանք նաեւ ձեր կողմից բարձրացված հարցերին։ Ասացիք միասնական ընդդիմության դիրքորոշումն է կարևոր։ Այս բանի քննարկումներ կան ձեր մյուս գործընկերների հետ ընդդիմադիր շրջանակների, կոնկրետ նաեւ այս նկարչության հետ կապված եւ ձեր որոշման վրա որքան վնասելու ՀԱԿ-ի գործընկերների արձանագրումները, որոնք բազմաթիվ են, այդ թվում պետապարատի աշխատողների վրա ճնշումներ, հավաքների մասնակցելու հետ կապված խնդիրներ եւ այլն եւ այլն։ Մեր գործընկերների հետ, այո, ես նշեցի էլ այս անճշտությունների հետ կապված եւս ունենք կապ եւ այս պահին նաեւ քննարկում ենք համատեղ որոշակի ընտրատեղամասերում մեր եղած տվյալների եւ իրենց մոտ եղած տվյալների հարաբերակցությունը եւ այլն, հետեւաբար այս առումով, այսինքն կոնկրետ այս հարցի վերաբերյալ այս պահին գնում են քննարկումներ։ Մնացած հարցերի շուրջ կարծում եմ քննարկումները առաջիկայում տեղի կունենան եւ դուք կունենաք հնարավորություն այդ մասին տեղեկանալու։ Ինչ վերաբերում է ՀԱԿ ժմիգին եւ նաեւ ԱՊՀ դիտորդական առաքելությանը, ինչպես նաեւ մենք տեսանք, որ արձագանքներ տեղի եղան Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ինձ համար զարմանալիորեն դիտորդական առաքելություն ունեցող կազմակերպությունները ուրեմն ականջալուր եղան մեր կողմից բարձրացված հարցերին, որով եթե նայում եք նրանց ձևակերպումները, ապա այնտեղ կտեսնեք բազմաթիվ ձևակերպումներ, որոնք պարբերաբար հնչեցվել են իմ կողմից հրապարակայնորեն, ինչպես նաև ոչ հրապարակայնորեն իրենց պարբերաբար այսպես նամակներով եւ զանգերով խեղդելու արդյունքում։ ՀԱԿ ժմիգը այո արդարացիորեն նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախընտրական process-ը եւ ընտրական process-ը ընթացել են ուրեմն բռնաճնշումների կամ ավելի ճիշտ քրեական հետապնդումների արդյունքում զուգորդվել են քրեական հետապնդումներով, ինչպես նաև բազմաթիվ ձերբակալություններով եւ կալանավորումներով, արձանագրել են նաև բևեռացումը, որ արկա է այսօր եւ ես կարծում եմ, որ առաջիկայում զեկույցը նաև մեզ հնարավորություն կտա հենվելով զեկույցի վրա որոշել նաև ընտրության արդյունքների հետ կապված ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն։